Vivaldi Catering բազմազան փաթեթներից առաջատար ընտրությունը, փաթեթ ընտանեկան 5-ից 6 անձի համար, ընդամենը $150 plus tax, ընտանեկան և մեծ հավաքույթների համար հատուկ փաթեթ 10-ից 12 անձի համար, ընդամենը $300 plus tax, Vivaldi Lunch փաթեթ 10-ից 12 անձի համար, ընդամենը $150 plus tax, ընտրեք ձեր ճաշակին համապատասխան կոմբոն, Vivaldi Catering, համի, որակի և առատության առաջատարը։ Armedia YouTube յանալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ, բարև ձեզ, կանխավ շնորհակալություն բոլորի մեզ մշտապես աջակցելու համար, իսկ եթե առաջին անգամ եք դիտում, ապա բաժանորդագրվեք մեր YouTube յանալիքին։ Լոս Անջելեսը պատրաստվում է ընդունել հայկական սպորտի ամենասպասված իրադարձություններից մեկը։ Հունիսի 27-ին Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը կմրցի Իռլանդիայի հավաքականի հետ Cal State LA համալսարանի մարզադահլիճում։ Երեկոյի ընթացքում հանդիսատեսին սպասվում են նաև բարձր մակարդակի բասկետբոլային հանդիպում, պրոֆեսիոնալ խաղացողներով, բացման շոու ծրագիր, ընդմիջման շոու, ներկա կլինեն հայտնի անհատականություններ։ Տեղում հասանելի կլինի սնունդ և հուշանվերներ, մարզադահլիճի դռները կբացվի ժամը 4-ին, իսկ խաղի մեկնարկը նախատեսված է 5-ին։ Սա լավագույն հնարավորությունն է միավորվելու սպորտի միջոցով և աջակցելու ազգային հավաքականին։ Տոմսերը հասանելի են հետևյալ հղումով tickets.armeniabasketball.com։ Այն կարող եք տեսնել նաև մեր նկարագրություններ բաժնում։ Մեթան փորձում է Վաշինգտոնում ստանալ իրավական պաշտպանություն, քանի որ ընկերությունը բախվել է մի շարք դատական հայցերի, որոնցում պնդվում է, որ հարթակը վնաս է հասցրել երեխաներին։ Ընկերությունը լոբինգ է իրականացնում Միացյալ Նահանգների օրենսդիրների շրջանում, առաջարկելով օրենսդրական ձևակերպումներ, որոնք սոցիալական մեդիայի ընկերություններին կպաշտպանեն անչափահասների անվտանգության և անձնական տվյալների պաշտպանության հետ կապված որոշ պահանջներից։ Առաջարկվող նախագիծը, որը կապված է երեխաների առցանց անվտանգության մասին օրինագծի հետ, այժմ քննարկվում է Սենատում։ Եթե այս փոփոխությունը ներառվի օրինագծում, այն կարող է ազդել Facebook-ի մայր ընկերության և այլ հարթակների դեմ ներկայումս ընթացող հազարավոր դատական գործերի վրա։ Բացատրելով իր դիրքորոշումը, Մետայի ներկայացուցիչը հայտարարել է, որ առաջարկը չի վերացնի գործող դատական հայցերը և չի ստեղծի լիակատար անձեռնմխելիություն, այլ կօգնի սահմանել երեխաների առցանց անվտանգության միասնական չափանիշներ։ Այս տարվա սկզբին Մետան և Google-ի YouTube-ը պարտվեցին այս թեմայով առաջին դատավարությունում, որի արդյունքում ընդհանուր առմամբ $6 միլիոն փոխհատուցում սահմանվեց։ Կալիֆոռնիայից մի կին շահեց դատը։ Փաստաբանները դատանում պնդում էին, որ ընկերությունները գիտեին իրենց արտադրանքները կախվածություն են առաջացնում և վնասակար են երիտասարդների համար։ Մետան և Google-ը մտադիր են բողոքարկել որոշումը։ Թրամփի վարչակազմը նախատեսում է մինչև այս ֆինանսական տարվա ավարտը, այն է սեպտեմբերի 30-ը, փորձել չեղարկել ավելի քան 250 օտարերկրյա ծագում ունեցող ԱՄՆ քաղաքացիների քաղաքացիությունը։ Վերջին շաբաթների ընթացքում Արդարադատության նախարարությունն արդեն ներկայացրել է մի քանի տասնյակ նման հայցեր։ Թեև 250 գործը կազմում է Միացյալ Նահանգներում շուրջ 24 միլիոն բնակեցված քաղաքացիների շատ փոքր մասը, այնուամենայնիվ սա քաղաքացիությունից զրկելու իրավական մեխանիզմի կիրառման ընդլայնում է։ Համեմատության համար 1990-ից մինչև 2017 թվականները Միացյալ Նահանգների կառավարությունը միջինում տարեկան ընդամենը 11 նման գործ էր ներկայացնում։ Դաշնային օրենքը վաղուց է թույլ տալիս Արդարադատության նախարարությանը քաղաքացիությունից զրկելու գործընթաց սկսել այն դեպքերում, երբ առկա են ապացույցներ, որ անձը քաղաքացիություն է ստացել ապօրինի կամ խարդախ այլ ճանապարհով։ Օրինակ, եթե ներգաղթի դիմումներում թաքցրել է հանցավոր անցյալը կամ ներկայացրել է կեղծ տեղեկություններ։ Այն անձինք, որոնց նկատմամբ հարուցվում են նման գործեր, իրավունք ունեն դատարանում վիճարկել մեղադրանքները, սակայն եթե կառավարությունը հաղթում է, նրանք կորցնում են ԱՄՆ քաղաքացիության բոլոր արտոնությունները, վերադառնում են իրենց նախկին ներգաղթային կարգավիճակին, սովորաբար գրին քարտ ունեցողի կարգավիճակին, և հետագայում կարող են ենթարկվել արտաքսման դեպի իրենց ծննդավայր երկրները։ Միացյալ Նահանգների ֆուտբոլի ազգային հավաքականը աշխարհի առաջնությունը սկսել է տպավորիչ երկու հաղթանակով Պարագվայի և Ավստրալիայի նկատմամբ։ Սակայն խաղացողներից մեկի պատմությունը սպորտի, ներգաղթային քաղաքականության և ազգային ինքնության հետաքրքիր խաչմերուկի վրա։ 24-ամյա հարձակվող Ֆոլարին Բալոգանը փայլեց բացման խաղում դառնալով 2 գոլի հեղինակ։ Սակայն նա ներկայացնում է Միացյալ Նահանգները մի պարզ հանգամանքի շնորհիվ, որը հենց հիմա դարձել է Միացյալ Նահանգների քաղաքական լուրջ բանավեճի թեմա։ Բալոգանը ծնվել է Նյու Յորքում 2001 թվականի հուլիսի 3-ին։
Նրա նիգերիացի ծնողները, որոնք բնակվում էին Լոնդոնում, Միացյալ Նահանգներ այցելության ընթացքում չեն կարողացել վերադառնալ տուն, քանի որ մայրը գտնվում էր հղիության ուժ փուլում։ Միացյալ Նահանգների սահմանադրության 14-րդ ուղղման համաձայն էլ Բալոգանը ավտոմատ դարձավ Միացյալ Նահանգների քաղաքացի, քանի որ ծնվել էր Միացյալ Նահանգների հողի վրա։ Սակայն նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը այժմ փորձում է սահմանափակել հենց այդ սկզբունքը, առաջարկելով դադարեցնել ավտոմատ քաղաքացիություն այն երեխաների համար, որոնց ծնողները գտնվում են երկրում ապօրինի կամ ունեն ժամանակավոր վիզաներ, օրինակ զբոսաշրջային վիզա։ Չնայած Բալոգանը նախկինում հանդես է եկել Անգլիայի երիտասարդական հավաքականում եւ եղել է մինչեւ 21 տարեկանի հավաքականի անդամ, նա 2023 թվականին ընտրեց ներկայացնել Միացյալ Նահանգները։ Այդ որոշման վրա մեծ ազդեցություն ունեցան ամերիկացի երկրպագուների աջակցությունը եւ Միացյալ Նահանգների ֆուտբոլի ղեկավարության նախաձեռնությունները եւ նրա հաջող ելույթները նաեւ ակումբային կարիերայում։ Ամերիկացիների մեծամասնությունն աջակցում է հիմա երկրում ծնված անձանց ավտոմատ քաղաքացիության սկզբունքին, մինչ մրցաշարը շարունակվում է, Բալոգանի ելույթին ամենայն հավանականությամբ շարունակելու են ուշադրության հետևել, որովհետև ոչ միայն ֆուտբոլային տաղանդն է այստեղ բացվելու, այլ նաև քաղաքացիության պայմանավորված իրավական եւ քաղաքական բարդ քննարկումներն են շարունակվելու։ Միացյալ Նահանգների ազգային հետախուզության հեռացող տնօրեն Թուլսի Գաբարդը հրապարակել է փաստաթղթերի մի մեծ փաթեթ ներկայացնելով, թե ինչ դեր է ունեցել Անտոնի Ֆաուչին COVID-19 համավարակի ընթացքում։ Գաբարդը պնդում է, մինչ համավարակը Ֆաուչին ղեկավարելով ալերգիայի եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտը միլիոնավոր դոլարների ամերիկյան հարկատուների միջոցներ է տրամադրել Ուհանի վիրուսաբանության ինստիտուտում չղջիկների կորոնավիրուսների վրա իրականացվող gain of function հետազոտություններին։ Նրա խոսքով այսօր հրապարակվող նախկինում գաղտնի փաստաթղթերն ու հաղորդագրությունները բացահայտում են, թե ինչպես է Ֆաուչին համագործակցել հետախուզական համայնքի որոշ ղեկավարների հետ, թաքցնելով իր գործողությունների, վիրուսի հնարավոր լաբորատոր ծագման եւ այդ հետազոտությունների ֆինանսավորման վերաբերյալ տեղեկությունները։ Գաբարդը նաեւ պնդում է, որ փաստաթղթերը վկայում են Ֆաուչի անմիջական ներգրավվածության մասին COVID-19-ի վերաբերյալ հետախուզական գնահատականների վրա ազդելու գործընթացում եւ հակասում են նրա 2024 թվականին կոնգրեսում տված ցուցմունքներին, երբ նա հերքել էր հետախուզական պաշտոնյաների հետ նման քննարկումների մասին տեղեկացված լինելը։ Գաբարդը պնդում է, որ Ֆաուչին ունեցել է 3 առանցքային դեր։ Առաջին, ֆինանսավորել է վտանգավոր կորոնավիրուսային հետազոտություններ, երկրորդ, իր ընտրած փորձագետների հետ նպաստել է վիրուսի բնական ծագման վարկածի առաջխաղացմանը եւ երրորդ, դարձել է համավարակի ամենաազդեցիկ հանրային դեպքերից մեկը, օգտագործելով իր հեղինակությունը հանրային քննարկումների վրա ազդելու համար։ Հայտարարության համաձայն հարյուրավոր ուսումնասիրված էլեկտրոնային նամակները ցույց են տալիս, որ հետախուզական կառույցները հաճախ հաշվի են առել Ֆաուչիի առաջարկությունները, իսկ այլ տեսակետ ունեցող որոշ վերլուծաբաններ բախվել են սպառնալիքների, մեկուսացման եւ մասնագիտական հետևանքների։ Գաբարդի խոսքով COVID-19 համավարակը հսկայական ցավ եւ կորուստներ է պատճառել միլիոնավոր մարդկանց եւ ամերիկացիները արժանի են թափանցիկության, ճշմարտության եւ պատասխանատվության։ Թողարկման այս հատվածում թույլ տվեք շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին։ Հատուկ շնորհակալություն մեր գլխավոր գործընկերոջը Վիվալդի Քեթրինգին։ Եթե ձեր առաջիկա միջոցառումը կազմակերպելը վստահ եք Վիվալդի Քեթրինգին եւ պատվերի ընթացքում նշեք, որ նրանց մասին տեղեկացել եք Արմեդիայի միջոցով, ձեզ սպասվում է հաճելի նվեր անվճար ամառային մրգային սեթ։ Ձեր տոնական օրերը վստահեք փորձառու թիմին եւ պարզապես վայելեք յուրաքանչյուր անմոռանալի պահը։ Եվ իհարկե մեր անկեղծ շնորհակալությունն ենք հայտնում մեր վստահելի գործընկերներին Inter United ֆուտբոլային ակադեմիային Cosmo Palace ռեստորանին, Կոզանյան Meat and Liquor եւ Կոզանյան Family Market-ներին, ինչպես նաեւ Gerry's Moms Bakery-ին։ Շնորհակալ ենք ձեր շարունակական աջակցության, վստահության եւ մեր հետ կողք կողքի այս ճանապարհը անցնելու համար։ Ձեր գործընկերությունը մեզ համար կարեւոր է, բայց նաեւ պատասխանատվություն։ Շարունակենք լուրերը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է նոր նախագահական ինքնաթիռը, որը նախատեսված է փոխարինելու ներկայիս Air Force One օդանավերին, որոնք շահագործվում են արդեն ավելի քան 3 տասնամյակ։ Ներկայացման ժամանակ Թրամփը նշել է, որ գործող նախագահական ինքնաթիռները շուրջ 35 տարվա պատմություն ունեն եւ այլևս չեն համապատասխանում ժամանակակից պահանջներին ու Միացյալ Նահանգների ներկայացուցչական մակարդակին։ Նրա խոսքով նոր օդանավը զգալիորեն ավելի մեծ է, ունի ավելի երկար թռիչքային հեռահարություն, ավելի առաջադեմ տեխնոլոգիական համակարգեր եւ համալրված է կապի ու անվտանգության նորագույն լուծումներով։ Թրամփը նոր նախագահական ինքնաթիռը բնութագրել է որպես Ամերիկայի հզորության եւ տեխնոլոգիական առաջատարության խորհրդանիշ, ընդգծելով, որ Միացյալ Նահանգների նախագահը պետք է ներկայացվի աշխարհի ամենաբարձր մակարդակի տեխնիկայով։ Նա նաև նշել է, որ ներկայիս Air Force One ինքնաթիռները հետագայում կդառնան պատմության մաս եւ ամենայն հավանականությամբ կտեղափոխվեն թանգարաններ, իսկ նոր օդանավը կօգտագործվի նախագահի պաշտոնական այցերի եւ միջազգային ուղևորությունների ընթացքում։
Իրան ԱՄՆ թեմայով էլ նավթատար տանկերները սկսել են անցնել Հորմուզի նեղուցով։ Ժամանակավոր համաձայնագրի շրջանակում Միացյալ Նահանգները դադարեցրել է Իրանի նկատմամբ սահմանափակումները։ Նավթի շուկաներն էլ դրական են արձագանքել այս գործընթացին։ Գները նվազել են հասնելով մարտի 2-ից ի վեր ամենացածր մակարդակին։ Չնայած այս զարգացումներին, Իսրայելը շարունակում է ռազմական գործողությունները Լիբանանում, ինչը հարցականի տակ է դնում համաձայնության կայունությունը։ Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է ամբողջական հրադադար բոլոր ճակատներում, սակայն բարձր լարվածության պայմաններում խաղաղության ճանապարհը շարունակում է մնալ անորոշ։ Վաշինգտոնում նախագահ Դոնալդ Թրամփը քննադատության է ենթարկվում նույնիսկ սեփական կուսակցության ներսում։ Որոշ հանրապետական դաշնակիցներ հարց են բարձրացնում, թե արդյոք նա չափազանց մեծ զիջումների չի գնացել հակամարտությունը դադարեցնելու համար։ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ Թրամփը համաձայնագիրը ստորագրել է հուսահատությունից դրդված։ Նա նախազգուշացրել է, որ առաջիկա բանակցությունները հեշտ չեն լինելու, ասելով, եթե ամերիկյան կողմը չափազանց պահանջկոտ լինի, մենք դա չենք ընդունի։ Համաձայնագիրը բանակցություններին տալիս է 60 օր Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջնական համաձայնության հասնելու համար։ Այն նաև նախատեսում է Իրանի համար 300 միլիարդ դոլարի վերակառուցման հիմնադրամ եւ մի շարք այլ խթաններ։ Միևնույն ժամանակ ի հայտ են եկել նոր բարդություններ։ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, որը պետք է գլխավոր էր ամերիկյան պատվիրակությունը, հրաժարվել է մասնակցել Շվեյցարիայում նախատեսված բանակցություններին։ Այդ մասին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ Խոսվում է անգամ, որ Իրանը կարող է դուրս գալ այս իրավիճակից ավելի ուժեղ դիրքերում, պահպանելով ազդեցությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ եւ ստանալով ֆինանսական որոշ պատժամիջոցների թեթևացում։ Իրանը հայտարարել է, որ 60-օրյա ժամանակահատվածում շարունակելու է վերահսկել նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցով։ Իսրայելի բանակի խոսնակ բրիգադի գեներալ Էֆի Դեֆրինը հայտարարել է, որ Լիբանանում գործող իսրայելական ուժեր ունեն լիակատար գործառնական ազատություն արձագանքելու ցանկացած ընկալվող սպառնալիքի։ Նա ընդգծել է, որ զինվորականները գործում են Իսրայելի քաղաքական ղեկավարության ցուցումներով, սակայն միաժամանակ պահպանում են ճկունություն տեղում ցակող ցանկացած վտանգի դեմ գործողություններ իրականացնելու համար։ Դեֆրինի խոսքով այսպես կոչված առաջապահ անվտանգության գոտուց կամ սահմանված գծերից դուրս իրականացվող գործողությունները նույնպես կատարվում են գործող համաձայնագրերի շրջանակում, սակայն զինվորականները հստակ հանձնարարություն ունեն չեզոքացնելու սպառնալիքները անկախ դրանց գտնվելու վայրից։ Նա հավելել է, որ իսրայելական ուժերը շարունակում են իրենց գործողությունները համակարգել սահմանված սահմանափակումների ներքո, սակայն առաջնահերթ են համարում իսրայելցի խաղաղ բնակիչների եւ զինծառայողների անվտանգությունը։ Չիկագոյում այսօր բացվել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի նախագահական կենտրոնը եւ առաջին այցելուներին անակնկալ է սպասել։ Կենտրոնի դռները բացվելուց հետո նրանց անձամբ դիմավորել են Բարաք եւ Միշել Օբամաները։ Նախկին նախագահն ու առաջին տիկինը հայտնի հաղորդավար Լևար Բըրթոնի հետ Չիկագոյի հանրային գերադարանի նոր մասնաճյուղում դպրոցականների համար կարդացել են այնտեղ, որտեղ ապրում են վայրի հրեշները մանկական գիրքը։ Նորաբաց Օբամայի նախագահական կենտրոնը գտնվում է գրեթե 20 ակր տարածք զբաղեցնող համալիրում։ Այն ներառում է թանգարան, հանրային գրադարանի մասնաճյուղ, մանկական խաղահրապարակ, մարզական տարածքներ, բասկետբոլի դաշտ, հանգստի գոտիներ եւ Միշել Օբամայի նախագծած այգի։ Թանգարանի ամենահետաքրքիր հատվածներից մեկը Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակի իրական չափսերով կրկնօրինակն է։ Այցելուները կարող են նաև ծանոթանալ Բարաք Օբամայի նախընտրական արշավներին, նախագահության կարևորագույն պահերին եւ Սպիտակ տանը նրա կյանքի պատմությանը նվիրված ինտերակտիվ ցուցադրություններին։ Կենտրոնը բացվել է Ջունթինթ ազգային տոնի օրը, որը նշում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում ստրկության ավարտը եւ խորհրդանշում ազատության ու հավասարության շարունակվող պայքարը։ Բացման արարողությանը մասնակցել են նախկին նախագահներ, քաղաքական գործիչներ, հայտնի դերասաններ, երաժիշտներ եւ մարզիկներ։ Կենտրոնի նկատմամբ հետաքրքրությունն այնքան մեծ է, որ հանրության համար նախատեսված տոմսերն արդեն ամբողջությամբ սպառվել էին մինչև նախորդ տարվա նոյեմբերի վերջ։ Օբամայի հիմնադրամը նշում է, որ այս կենտրոնի նպատակը միայն նախկին նախագահի ժառանգությունը ներկայացնելը չէ, այն նաև նախատեսված է մարդկանց ոգեշնչելու, ավելի ակտիվ ներգրավելու իրենց համայնքների կյանքում եւ սեփական միջավայրում դրական փոփոխություններ իրականացնելու համար։ Դե ինչ այսօրվա համար այսքանը, ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար եւ եւս մեկ անգամ կխնդրեմ, եթե առաջին անգամ եք մեզ դիտում, ապա անպայման բաժանորդագրվեք ալիքին։ Իսկ ամենակարևորը, եղեք առողջ եւ խաղաղ։ Ցտեսություն։